Խոյ։ Այսօրը խոյերից կպահանջի համբերություն եւ սառնասրտություն։ Իրադարձությունները կարող են զարգանալ ավելի դանդաղ, քան դուք կցանկանայիք, եւ դա սկիպելու է վերանայել ձեր սպասումները։ Սկզբում կարող է թվալ, թե ինչ-որ բան ձեզ հետ է պահում առաջ գնալուց, սակայն իրականում այդ դանդաղ ընթացքը կօգնի խուսափել սխալներից եւ ավելի լավ գնահատել իրավիճակը։ Օրվա առաջին կեսը հարմար է ընթացիկ գործերը կարգավորելու եւ մանր հարցերը փակելու համար։ Սա թույն կտա ազատել միտքը եւ կենտրոնանալ ավելի կարեւոր նպատակների վրա։ Օրվա երկրորդ հատվածում կզգաք մտավոր ակտիվության աճ, հեշտությամբ կընդունեք նոր տեղեկատվություն, կկարողանաք խորանալ բարդ թեմաների մեջ եւ կառուցել ավելի հստակ ծրագրեր ապագայի համար։ Ցուլ։ Ցուլերի համար օրը կսկսվի հանգիստ եւ կանխատեսելի մթնոլորտում։ Դուք կզգաք ներքին կայունություն, որը կօգնի կենտրոնանալ ամենակարևոր հարցերի վրա եւ չկորցնել էներգիան ավելորդ մանրուքների վրա։ Շատ առաջադրանքներ կկատարվեն ավելի հեշտ, քան սպասում էիք։ Օրվա ընթացքում ավելի մեծ նշանակություն կունենան անձնական հարաբերությունները։ Հարմար պահ է շփվելու, բաց խոսելու եւ վստահություն ստեղծելու համար։ Դուք կկարողանաք լսել մյուսներին եւ միաժամանակ պաշտպանել ձեր դիրքորոշումը, պահպանելով ներդաշնակությունը եւ փոխըմբռնումը։ Երկվորյակ։ Օրը խոստանում է լինել ակտիվ եւ հագեցած։ Դուք արագ կարձագանքեք փոփոխություններին եւ կգտնեք ձեզ հետաքրքիր հնարավորություններ նույնիսկ սովորական իրավիճակներում։ Հնարավոր են նոր գաղափարներ կամ առաջարկներ, որոնք արժե գրի առնել եւ հետագայում զարգացնել։ Շփումները այսօր կարևոր դեր կունենան։ Դուք հեշտությամբ կգտնեք ընդհանուր լեզու տարբեր մարդկանց հետ եւ կկարողանաք հարթել նախկինում բարդ թվացող հարցերը։ Ֆինանսական հարցերում, սակայն, ցանկալի է պահպանել զսպվածություն եւ խուսափել ինքնաբուխ որոշումներից։ Խեցգետին։ Խեցգետինների համար օրը կարող է լինել բավականին ծանրաբեռնված։ Առաջադրանքները շատ կլինեն, եւ եթե չկազմեք հստակ պլան, կարող եք արագ հոգնել։ Կարևոր է որոշել առաջնահերթությունները եւ չփորձել ամեն ինչ միանգամից անել։ Օրը հարմար է այն գործերի համար, որոնք պահանջում են ուշադրություն եւ մանրակրկիտ մոտեցում։ Ֆինանսական հարցերում խորհուրդ է տրվում զգուշություն։ Երեկոյան լավ կլինի ժամանակ հատկացնել հանգստին եւ ներքին հավասարակշռողությունը վերականգնելուն։ Առյուծ։ Առյուծների համար օրը կանցնի վսպահ եւ հանգիստ ռիթմով։ Դուք կհասկանաք, որ երբեմն սպասելը ավելի արդյունավետ է, քան շտապելը։ Ձեր ինքնավստահությունը կօգնի ճիշտ գնահատել իրավիճակները եւ չտրվել արտաքին ճնշմանը։ Օրվա երկրորդ կեսին ուշադրության կենտրոնում կլինեն ընտանիքն ու մտերիմները։ Հնարավոր է բաց խոսակցություն, որը կօգնի լուծել վաղուց կուտակված հարցեր։ Դուք կկարողանաք պահպանել հավասարակշռությունը ձեր եւ մյուսների կարիքների միջև։ Կույս։ Այսօրը կույսերից կպահանջի համբերություն եւ հետևողականություն։ Գործերը կարող են առաջ գնալ ավելի դանդաղ եւ դա կստիպի կրկին ստուգել ձեր քայլերը։ Չնայած դժվարություններին, դուք կկարողանաք պահպանել վերահսկողությունը իրավիճակի վրա։ Լավ է խուսափել ռիսկային նախաձեռնություններից եւ կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա։ Անձնական հարաբերություններում օրը կլինի կայուն եւ կանխատեսելի, ինչը կօգնի ձեզ զգալ ավելի վստահ եւ հանգիստ։ Կշեռք։ Կշեռքների համար օրը կարող է սկսվել որոշակի լարվածությամբ։ Դուք ստիպված կլինեք զբաղվել պարտականություններով, որոնք մեծ ոգևորություն չեն առաջացնում, սակայն դրանք արժեքավոր փորձ կտրամադրեն ապագայի համար։ Օրվա վերջում մթնոլորտը կթեթևանա։ Երեկոն հարմար կլինի հանգստանալու, հաճելի շփումների կամ անսպասելի հրավերների համար, որոնք կօգնեն վերականգնել ուժերը եւ բարձրացնել տրամադրությունը։ Կարիճ։ Կարիճների համար օրը պահանջում է կենտրոնացում եւ կամքի ուժ։ Ճանապարհին կարող են առաջանալ խոչընդոտներ, սակայն դուք ունեք բավարար ներքին ռեսուրս դրանք հաղթահարելու համար, առանց շտապելու եւ զգացմունքներին տրվելու։ Շփումներում կարևոր է պահպանել զգուշություն։ Մի վստահեք խոստումներին առանց հստակ հիմքի։ Սթափ մոտեցումը կօգնի խուսափել հիասթափություններից թե գործնական, թե անձնական ոլորտում։ Աղեղնավոր։ Այսօրը նպաստավոր է մտածողության ընդլայնման եւ նոր գաղափարների համար։ Դուք կկարողանաք այլ կերպ նայել ծանոթ իրավիճակներին եւ գտնել լուծումներ, որոնք նախկինում անտեսել էիք։
Օրվա ընթացքում կարևոր կլինի աջակցել մտերիմներին։ Ձեր խորհուրդը կամ պարզապես ներկայությունը կարող են մեծ նշանակություն ունենալ։ Սա նաև լավ օր է հարաբերությունները ամրապնդելու և վստահությունը խորացնելու համար։ Այծեղ ջուր։ Այծեղ ջուրների համար օրը կբերի նոր պարտականություններ, որոնք կպահանջեն կարգապահություն և կազմակերպվածություն։ Եթե գործեք փուլ առ փուլ և չշտապեք, կկարողանաք խուսափել ավելորդ ստրեսից։ Երեկոյան կարող են հայտնվել հետաքրքիր մտքեր ապագայի վերաբերյալ։ Անձնական կյանքում օրը կանցնի հանգիստ և կառուցողական մթնոլորտում, թույլ տալով փակել կարևոր հարցեր։ Ջրհոս։ Ջրհոսները կզգան, որ փոփոխությունների ալիքը արդեն շատ մոտ է։ Ներքին զգացողությունը կհուշի, որ ժամանակն է դուրս գալ սովորական շրջանակներից և փորձել նոր ուղիներ։ Դուք կլինեք ավելի համարձակ, ինքնավստահ և բաց փորձերի համար, նույնիսկ եթե շրջապատի որոշ մարդիկ սկզբում թերահավատորեն վերաբերվեն ձեր գաղափարներին։ Կարևոր է չկասկածել ինքներդ ձեզ և չնահանջել առաջին իսկ անհասկացվածությունից։ Ձեր մտքերը կարող են ավելի հեռատես լինել, քան թվում է։ Օրվա ընթացքում հնարավոր են կարևոր հանդիպումներ, խոսակցություններ կամ նոր ծանոթություններ, որոնք ապագայում մեծ դեր կխաղան ձեր կյանքում։ Շփումները կլինեն կենդանի և ոգեշնչող, իսկ որոշ մարդիկ կարող են հայտնվել ճիշտ պահին, տալով անհրաժեշտ աջակցություն կամ ուղղություն։ Անձնական հարաբերություններում օրը կարող է բերել թարմ զգացողություններ, անսպասելի հաճելի պահեր և զգացմունքային վերելք, որը կօգնի ձեզ նորովի նայել ձեր կապերին։ Ձկներ։ Այս օրը ձկներին հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնել, թե որ ուղղությամբ շարժվել առաջ։ Եթե վերջին շրջանում ձեզ ուղեկցել են կասկածներ կամ ներքին անորոշություն, այսօր շատ հարցեր կամաց-կամաց կստանան իրենց պատասխանները։ Թեև իրադարձությունները կարող են չընթանալ հենց այնպես, ինչպես դուք ծրագրել էիք, դուք կունենաք բավարար ճկունություն և ներքին ուժ արագ հարմարվելու և իրավիճակից առավելագույնը քաղելու համար։ Ձեր ինտուիցիան այսօր հատկապես սուր և վստահելի կլինի։ Դուք կկարողանաք ճիշտ գնահատել մարդկանց մտադրությունները, զգալ չասվածը և ժամանակին կողմնորոշվել բարդ իրավիճակներում։ Սա կօգնի կայացնել ճիշտ որոշումներ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։ Սիրային ոլորտում հնարավոր են ջերմ պահեր, անկեղծ խոսակցություններ և հաճելի անակնկալներ, որոնք կուժեղացնեն զգացմունքային կապը կամ կբերեն նոր հետաքրքիր ծանոթության։